Փաշինյանը անիմաստ է համարում թոշակ բարձրացնել, քանի որ ըստ նրա թոշակառուները չգիտեն ինչպես ծախսել այդ փողը, համաձայն եք։ Չգիտեն թոշակառուները ինչպես ծախսեն այդ փողը։ Նախ այդ թոշակով չենք կարա մենք ապրենք, սկսենք այդտեղից, որտեղ ամեն ինչ թանկ է։ Երկրորդն էլ ինքը որ հասնի թոշակի, ինքը իր թոշակը չի ստանա 90, թող ստիր լինի Փաշինյանը մեր երկրից։ Դե ոնց համաձայնել ենք ծախսելու տեղ ոնց չենք ունենա։ Բայց 40,000 թոշակով մարդ կապրի, չի բավարարում, ոչ մի բան, թոշակառուն մենակ կինն ինչ կարա յոլա կնա 40,000-ով։ Փաշինյանը անիմաստ է համարում թոշակ բարձրացնել, քանի որ ըստ նրա թոշակառուն չգիտի ինչպես ծախսել այդ փողը, համաձայն եք։ Չի ասում, ո՞նց չի հասկանում։ Վերջապես մարդ չի, որ հասել է թոշակի ուրեմն կյանքն էլ է հասկանում։ Ոնց կարող է պատահի չհասկանա ոնց ծախսի։ Ոչ, ես համաձայն չեմ դրան։ Շատ, բալես այնքան դժվար է, շատ դժվար է։ Եթե կողքից չօգնեն, ահավոր։ Ես իր ոչ մի ասածը չեմ հավատում ու իրան չեմ հավանում, իր ոչ մի բանը չեմ ընդունում։ Ինքը ամեն հետաքրքիր մարդ է, մեկ ստեից է խոսում, այդ կիսա թողած խոսակցությունը ասում է մյուս խոսակցություն։ Ես չեմ հասկանում, ինքը ինչ է ասում, ինչ է ուզում, չեմ հասկանում։ Ասում է կհերիքի այդ 10,000-ը որ ստանան ավելի ինչ պիտի անեն։ Դու արա, ինչ պիտի անես, դու միս ես ուտում մարդիկ կանանչի։ Ոչմ տրակում եմ իրանից։ Պետք չի որ բացահայտենք։ Իրանք շատ լավ գիտեն, ուղղակի մեզ դրել են անգետի տեղ։ Այդքան բան կարող եմ ասել։ Գոհ չեմ թոշակից, բայց այդ ինչ որ կա դա է։ Իհարկե համաձայնեմ։ Եթե ինքը մեր փոխարեն լիներ, այդ բանը չէր ասի իհարկե։ Թոշակն ի՞նչ է։ Միայն կոմունալը նույնիսկ որ մուծես արդեն դեռ չանում է ձմեռը։ Էլ չեմ ասում, որ այդ 20% ավելացնում են մտածելով, որ կոմունալը այդ փողով չպետք է մուծեն, բայց թոշակառուն որտեղից փող ճարի, որ կոմունալը մուծի, որ դրան ձեռք չտա, որ իրանց 20%-ն էլ ավելանա։ Դա ուղղակի խաբեբայություն է, ոչ մի բան չի ավելանում։ Բայց չենք ծախսում ոչ մի տեղ։ Խանութ ենք մտնում, միանգամից մտնում ու դուրս ենք գալիս, դատարկվում դուրս ենք գալիս։ Որտեղ պետքա ծախսենք, որտեղ տանենք ծախսենք։ Ոչ մի տեղ չունենք, առանձնապես տեղ չկա ծախսելու, քանի որ մեր թոշակը չի բավարարում։ Ոչ մի բանի, դեղերի, կոմունալի, ինչի է բավարարում մեր թոշակը։ Հələ այդ թոշակը տան իրանց ու ասեն 30 օր ապրեք այդ թոշակով։ Տեսնեմ այդ մարդիկ կապրեն 30 օր այդ թոշակով։ Մի բանկը մի հատ սմետանը դարձրել են 700 դրամ։ Թոշակառու կա, որ ըսկի ամիսներով այդ սմետանն էլ չի առնում։ Ինքը հաշվարկել է իրան ընտանիք մի անդամին ինչքան գումար պետք որ ծախսի։ Թոշակառուի ամենամաքսիմումը 60,000 է։ Աղջիկից 40 տարի որ աշխատում են 60,000 է։ Թող 10,000 էլ ավելանա, այդ ինչ է։ Եթե մինիմալ աշխատավարձը 75,000 է։ Կոմունալներից հետ վճար չենք ստանում։ Թոշակառուն ինքը մարդ է եւ ընտանիք ունի, ծախսերն բնական է որ շատ կլինի հնարավոր է։ Այս տոնական օրերին մենք չենք ուզում մեր թորնիկներին նվեր առնել, մեր հարազատներին, սխալ է դա։ Իմ թոշակցի բացարձակ չի բավարարում ծախսերին, որտեղ 4 կողմը բավականին թանկ են ամեն ինչը։ Մենք էլ ենք ուզում, այսպես ասած, նոր տարի անենք, քաղցրավենիքներ առնենք, տարբեր մթերքներ առնենք, բնականին չի բավարարում եւ այն ենք անում, ինչ որ մեզ հերիքում է, մեզ պահելով ամեն ինչից, դա է խնդիրս։ Բայց ինչ որ շատ սխալ անում, որ ասում է թոշակառուին պետք չի ավել գումարը, ոստեղ պետք չի։ Դա ասելու բան է, բայց մենք մարդ չենք, մենք չունենք հարազատներ, մենք թորնիկներ չունենք, մենք չենք ուզում օգտվել ցանկացած դիթերքներից, լավ բաներից, պետք է ինչ հաց ու պանիր մենակ ուտենք, այդ պանիրն էլ չենք կարող ուտել, բավականին թանկ է։ Ու դեղը դաժե չի բանում, չի երիկում, դեղ առնես, որ օգտագործես, չեմ ասում ուտելիքի։ Ստիպված ենք դեղը առնենք, կիսենք, խմենք, ասենք, ճշման համար, ինքան թանգավոր, շատ թանգավոր, միշտ դեղեր ենք օգտագործում, թոշակը չի երիկում, 42,000 է ստանում, ինչ դիմն է թոշակը, սաղ սուտ է։ Մտածում ենք երևի նոր տարի ինքը մի բան կանի, կավելանա, բան կանի, լավ կապենք, ավելի, ոչ մի բան չի փոխվել։ Գրագետ խելացի մարդը անգրագետ բարեր արտահայտում,
թողեթա մի հատ գիրք կարդա։ Բայց կարելի է այդպես արտահայտություն անել։ Այդ թոշակառուները ոչխար են, ես իմ ջուլ են, չեն կարում 10,000 դրամը ծախսել, ասում 10,000 դրամ իրանց ինչին է պետք, իրանք ծախսել չգիտեն։ Դրա համար, դրան ոչ մի անգամ ընտրել չի կարելի։ Այդ արտահայտության համար, ուրեմն պապիկ տատիկները իր համար ոչխար են, էլի, անգիտ մաքսիկ են։ 10,000 դրամ որ գետին ընկած կլի, դու կկզվես վերցես, բայց թոշակառուն կվերցի։ Դեղերի փող աղջիկ ջան։ Հիմա ես եկած էստից եմ թոշակը ստանում։ Ինչ փող է դա աղջիկ ջան։ Դա այնց արտահայտություն, բայց մեկը չկա Հայաստանի խելացի մի մարդ, էլի այդ արտահայտության համար ասի, «Էս ինչեր ես ասում»։ Չես տալի մի տուր։ Բայց այտենց հիմար խոսքեր, բայց ղեկավարը կասի, ես չեմ հավատում։ Չեմ հավատում էդի ղեկավարը։ Էդի Հայաստանի կործանող մի ազնվորություն։